Երազիկ Հարությունյանն ընտանիքի հետ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Մարտունու շրջանի Նենգի գյուղից բռնի տեղահանվել է։ Այժմ նրանք ապրում են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Ապրում են վարձակալած տանը, փորձելով հարմարվել նոր պայմաններին։ Ամուսինը Արայիկ Ավանեսյանը աշխատում է Եվրոպատոհանների արտադրամասում։ Երազիկն ամբողջ օրը երեխաների խնամքով է զբաղվում։ Երկու որդիները հաշմանդամություն ունեն։ Եկեք շորեք ես։ Իման է դելս տան ու գետա։ Եկեք շորեք շկոլում հեք ունյու։ Հաց եմ տալիս, շորերը հացնում են, տանում են դպրոց, չորժավ սպասում հետո բերում։ Հետո ախր նույն բաներ։ Սամիլ սրտի խնդիր ունի, ենա սարդ դրած, վիրահատված։ Երկու անգամ վիրահատել են, մի անգամ էս սարքն են դրել։ 6 ամիսը մեկ երեխայի տանում ենք նորդ մարած սրտաբանական։ Սամելիկը, որ սիրտը վիրահատել են, Ղարաբաղը թոշակ ստացել, բայց մամելիկն է, որ հույսի կամուրջն եք տարել, հույսի կամուրջից են ղարկել թոշակի։ Պահին չոման շատ ումնեղում ախր։ Երկու երեխաս էլ հիվանդ, չեն խոսում, ինչ ասեմ։ Երազանքներից մեկը էնա, որ երեխեքս խոսեն։ Կարան խոսեն, որ մի բան լինի կարան ասեն։ Առավոտյան Երազիկը երեխաներին տանում է դպրոց։ 4 ժամ սպասում դպրոցի միջանցքում ու նրանց հետ տուն վերադառնում։ Իր խոսքերով ուրիշ տարբերակ չունի, երեխաները ոչ միշտ են հանգիստ նստում դասասենյակում։ Ասում է դժվար է, բայց իր համար կարևորն այն է, որ երեխաները չզգան, որ մենակ են և հետ չմնան իրենց հասակակիցներից։ Երեխաների հետ դպրոցում աշխատում են ուսուցչի օգնականները, նրանց աջակցում է նաև դպրոցի հոգեբանը։ Երեխաները շաբաթական 2 անգամ հաճախում են նաև Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությանը, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբաններն ու մանկավարժները։ Ասում է, երբ ապրում էին Իջևանում, կարիք չէր լինում, որ ինքը երեխաներին դպրոցում սպասի։ Այստեղ Գետահովիտում երեխաները դժվար են հարմարվում։ Իջևանից տեղափոխվել են բնակարանի վարձի թանկ լինելու պատճառով։ 10-ամյա Մանվելի ու 9-ամյա Սամվելի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ Նրանք ունեն մտավոր ֆունկցիայի խանգարում։ Սամվելը նաև սրտի արատ ունի։ Երկուսն էլ սովորում են 3-րդ դասարանում։ Երեխաները չեն խոսում, միայն որոշ հնչյուններ են արտաբերում։ Դպրոցի մասնագետներն ասում են, հետևողական աշխատանքի արդյունքում կարող են զարգացնել խոսքը կամ առնվազն հաղորդակցման հմտությունները։ Ավանեսյան եղբայրների մոտ մանկական ուղեղի կաթված է, իրենք ունեն խոսքի թեր զարգացում, կարելի ասած չեն խոսում, հնչյուններ էլ չունեն, բայց դրա հետ միաժամանակ իրենք ընկալունակ են։ Պարզ հրահանգները ընկալում են, մենք հասել ենք արդեն դրան, որ իրենք ընկալում են տուր, դիր, վերցրու, նստիր, արի գնանք, հիմա ներս ենք մտնում, մի հատ մայրիկին կանչենք եւ նման այլ պարզ շատ հրահանգներ իրենք կատարում են։ Փորձում ենք ամեն ինչ անել, կցված են 2 ուսուցչի օգնականներ, դասվարն է մեծ աշխատանք կատարում, օգնում են ուսուցչի օգնականը, հոգեբանն է շատ աշխատանք կատարում, պետք է ստանալ կրթություն, չպետք է խախտվի կրթության ոչ մի իրավունք։
Իրազիկն ասում է, հիմա ամենակարևոր այն է, որ երեխաները հանգիստ միջավայրում ապրեն, ստանան համապատասխան խնամք եւ կրթություն։ Արցախից Իջևանից Գետահովիտ տեղափոխությունները նրանք հեշտ չեն տարել։ Ամեն անգամ նոր միջավայրի հարմարվելը բարդ է։ Իրազիկը երազում է, որ երեխաները մի փոքր ինքնուրույն դառնան, սկսեն խոսել։ Իրենց մոտ հիմա շատ տուժած է մանր մոտորիկան, աշխատում ենք, որ խաղերի միջոցով այդ մանր մոտորիկանը զարգացնենք, որը իհարկե նպաստում է նաև խոսքի զարգացմանը։ Առաջընթաց միանշանակ կա, դե հիմա եթե համեմատենք սեպտեմբերը եւ հիմա, առաջընթացը շատ մեծ է։ Այն ժամանակ իրենք երևում էր, որ այս երեխաները նոր են մեր դպրոցում, դեռ իրանց հարմարման համար ժամանակա պետք։ Հիմա ոչ, ամեն ինչի տեղը գիտեն իրենց դասարանը, իրենց նստատեղը, իրենց դասընկերներին ճանաչում են։ Կազմել է իրենց համար անհատական պլան, երբ փորձում ենք անեն նվազագույն այն վերջնարդյունքները փորձում են ուսուցիչները ապահովել։ Իրենց առողջական վիճակը բարելավելու համար ես կարծում եմ, որ լավ կլինի ֆիզիոթերապիա։ Մի քիչ մարզանքներ, որովհետև խոշոր մոտորիկան էլ ատուժած։ Ֆիզիոթերապիա ինձ թվում է իրանց պետք է ամեն դեպքում մի քիչ մարզանքներ, չգիտեմ, միգուցե ջրային ինչ-որ խաղեր, վարժություններ, լող։ Ճիշտ է, թեկուզ մենք խոսք չունենք, դեռ չենք կարողանում այբուբենը յուրացնել, բայց սոցիալիզացիայի ոլորտում բավականին հաջողություններ ունենք։ Իհարկե, լինում են դժվար տարբերակներ, որ մտածում ենք, որ գուցե խախտում ենք մյուսների կրթության իրավունքը, բայց մեծերս ենք շատ էսպես խորը մտածում, երեխաները այնքան են ինտեգրվում, իրար հետ հավեսով խաղում են, օգնում են միմյանց։ Շատ լավ։ Մամեր, իսկ ինչ ծառեր, ինչի ծառեր։ Խնձորի էր, թե տանձի էր, ինչի ծառեր։ Մամեր, ինչի ծառեր այդ ծառը, ինչ ծառից էին խաղում։ Ինչ ծառից էին խաղում։ Նայիր, որ ծառից էին խաղում, կարտոֆիլ էին հավաքում։ Ոչ, ինչ ծառից էին խաղում։ Սամվել գուցե դու պատասխանիր, ինչ ծառից էին խաղում։ Խնձորի ապրես։ Մեր հարցի պատասխանում է այս անգամ Սամվելը։